Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալներ։ Մեծ պահքի 5-րդ կիրակին կոչվում է դատավորի կիրակի։ Այսօրվա ավետարանական պատգամը մեզ փոխանցում է այրի կնոջ և անիրավ դատավորի առակը։ Այս առակի միջոցով մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է շատ կարևոր մի ճշմարտություն՝ չհոգնել աղոթելուց, չհուսահատվել խնդրելուց և չթուլանալ հավատքի մեջ։ Այրի կինը թույլ էր, անպաշտպան էր, միայնակ էր, բայց ուներ մի մեծ առաքինություն՝ հաստատակամություն։ Նա կրկին ու կրկին գնում էր դատավորի մոտ և խնդրում իր արդար դատը։ Թեև դատավորը անիրավ էր, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում, բայց ի վերջո կնոջ համառ խնդրանքների պատճառով նրա դատը տեսավ։ Տերը այս առակով մեզ ասում է, որ եթե անգամ անիրավ դատավորը տեղի տվեց մշտական խնդրանքից, ապա առավել ևս Աստված պիտի լսի իրեն կանչող զավակներին։ Աստված անտարբեր չէ մեր ցավի, մեր վշտի, մեր աղոթքի հանդեպ։ Երբեմն մեզ թվում է, թե մեր աղոթքը չի լսվում, բայց Աստված լուռ չէ, նա գործում է իր ժամանակով, իր իմաստությամբ և մեր փրկության համար։ Այս առակը մեզ 3 բան է սովորեցնում։ Նախ, աղոթքը չպետք է դադարեցնենք։ Երկրորդ, հավատքը չպետք է կորցնենք, նույնիսկ երբ պատասխանը ուշանում է։ Երրորդ, արդար Աստծուն վստահենք, որովհետև նա երբեք չի լքում իրեն ապավինողներին։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը մի խնդրանք ունի, մի ցավ ունի, մի սպասում ունի։ Եկեք այրի կնոջ նման համբերությամբ, վստահությամբ և անդադար աղոթքով կանգնենք Աստծու առաջ։ Թող մեր սրտերում երբեք չմարի հավատը, որովհետև Տերը հարցնում է. մարդու որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Թող այս պահքի ընթացքում մեր աղոթքը դառնա ավելի խոր, մեր հավատքը ավելի ամուր և մեր սիրտը ավելի վստահ Աստծու արդար դատաստանին։ Ամեն։